Ալիևը որ ուզենաց այս բոլորիդ վարկյանական որտեղ ուզի կուղարկի։ Բայց իրանք եկել են ամենայն հայոց հայրապետի դեմ, որը իդեպ տարիքով նաև մեծ մարդ է։ Առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, այսքան մարդկանց մեղքի տակ են մտել, հատկապես 10 եպիսկոպոսները գետինը մտնեք բոլորդ լավ եք։ Ինչն է ստիպել նրան։ Գետինը մտնեք, հիշեք, որ դատաստանին պատասխան եք տալու։ Ինչն է ստիպել եպիսկոպոսներին այդ քայլին։ Ասեմ ձեզ, 30 տարի եկեղեցում եմ, ու այսօր որ բոլոր ովքեր եղել են վեհապար հայրապետի բեն, հենց իրանք են եղել եկեղեցին այսօր հասցնողներից։ Հետաքրքիր է, որ սելը չի ճռում, սել որն է ճռում։ Իրանք են եղել այդ ամեն ինչը։ Այն ինչը որ իրանք այսօր ասում են, առանց գետի, այո, Կճոյանին ինչ հիշում եմ, ասում էին բանդիտա, մաֆիոզա, նարկամանա, ինչ գրող ու սև ցավա, իսկ էդի վեհապարը գիտեք այսօր խի անում, որ իրան նման տականքին լոշտակները չձգեց շպրտել դուրս, ասել գնա գրողի ծոցը, տղա ջան, իմացի որտեղ ես, իսկ այսօր իրան նման թափթփուկը, բոզն ասում է կանգնի, ասեմ դու բոզ ես, որ չասեն իրա բոզությունները այսով չտան։ Այո, որ մի բոզին ասես դու բոզ ես վրեն կառնի, կասի դու ես բոզը, ես բոզ եմ։ Հիմա եկել եք ձեր մարմնով պաշտպանելու, հա ոնց հասկան։ Այո, որտեղ պետք է լինեմ։ Իմ տեղ իմ եկեղեցին է, իմ ամենայն հայոց հայրապետն է, որին 30 տարի ասել եմ Աստված օգնական, համե վեհապար պապիկ, ոնց որ իմ երեխեքն են ասել, այտենց էլ ասելու եմ միշտ։ 10 եպիսկոպոսներն ասում են գնալու ենք վեհապարին, ուղարկենք հանգստի։ Գլուխները տալիս են պատին, իրանց նման թափթփուկ կեղտոտ գլուխ, մզմզ ողորմելի ոչնչությունները, իրանք միշտ հուդայի նման անկյունում են եղել հանգարց Երևան, որ մեկին ասեմ, Արտակ Սրբազանին ասեմ, որ մեկին ասեմ, Վազգեն Սրբազանին ասեմ, ամոթել են այդ սրբազան բառերն իրանց ասեն, գոնե ես իրանց հոր լավ եմ ճանաչում, իրանց ուղն ու ծուծը հոր լավ եմ ճանաչում, այս Նիկոլի նման թափթփուկ խելապակասը չգիտի իրանց, բայց ես հոր իրանց շատ լավ եմ ճանաչում։ Վեհապարի սխալն այն էր, որ ժամանակին նրանց կարգալու։ Վեհապարի սխալը միակը նրանում էր, որ իրանց բոլորին տեղ տվեց, ներեց ու տեղ տվեց, որպես ծնող մինչև վերջ, ոնց որ անառակ որդուն տեղ տվեց, Աստված ներեց, այտենց էլ վեհապար հայրապետը արեց։ Բայց եթե մի քանի քացիկով տա շպրտել դուրս, այսօր այդ թափթփուկներն այդպես դուխ չէին ունենա այդքանին ասնեին, կամ էլ ներողություն։ Որպես օրենք մայրաթոռում օրենք ա եղել, որևիցե հոգևորական կարգալույս լինելուց չի հրապարակվել իրաց կերած քաքերը։ Այ որ իրանց ամեն ինչը հրապարակվավ անեին, այսօր իրանք խոսալու տեղ չէին ունենա, գետինը մտնեն դրանցից լավ են, տականք սրբապիղծներ են, ծնողին ուրացողը գետինը մտնի դրանից լավ է։ Ձեզանից մենք ընդհանրապես մեր ազգը ծերանոց ուղարկող տղաներին ու աղջիկներին արհամարանքով ենք նայում, ում ծնողը որ ծերանոցում է, մենք արհամարանքով ենք նայում, այսօր մեր ծնողին են հանել դեմ, մեր ծնողն է, ինչ տարբերություն։ Երեխա ուներ, վեհապար չէր, որ մի հատ լավ 10 տղա ունենար, այսօր սաղի բերանը փակել տար։ Կարող է տղամարդու հետ է քնել։ Լավ է արել, որցա տղամարդա ունեցել է, ում է խանգարում։ Լավ արել, մեր եպիսկոպոսներից ովքեր երեխեք ունեն, կարևորը գոմիկ չեն, մեծատար գչեն։ Փաշինյանն ասում է, որ այսուհետ վեհապարի, այսինքն կաթողիկոսի որոշումները այլևս հաշվի չեն առնելու եւ հաշվի չեն առնում նաեւ իրենց համար Տեր Արամը մնում, իրենց համար Տեր Թադեյը մնում, այսինքն ոչ մի բան տեղ չեն դնելու այդ որոշումը։ Իրանք ովքեր են այդ Տեր համար, իրանք ուսանող ժամանակից մզոս, սուսիկ պուսիկ, աչը քաշված, իրանք իրանց մզո արարքներով, իրանք կյանքում այն տղերք ովքեր հայրեն առաջ են եղել, իրանք չեն եղել։ Ոտես լավ դուխով տղային հայր մկրտիչս գնաց անհետ կորավ, թող իրանք էլ գնային իրանց հետ, թող իրանք էլ գնային, թող տղամարդ լնեին, լավ արի ունեցել են երեխեք, բաշ պիտի անեին։ Բնակարանի հարցեր լուծեն եւ այլն։ Բնակարանը հարցը չի, ցավը տանեն, գետինը մտնեն, այսօր բոլորը դարձրել են իրանց ոտի տակի մեջտեղինի նման են մտածում, իրանց ուղեղ չունեն, իրանք ոտերի արանքով են մտածում, այդ թափթփուկները մտածել գիտեն, իրանք ինքնասիրություն ու թասիբ ունեն,
Այսօր ինչ չի բարկացրել, որ Նիկոլը վաղուսվա թափթփուկն է։ Նորություն չի ու ինքը լավ է անում։ Մեր ազգին Նիկոլն ինչ անում, է շատ ճիշտ է անում։ Էդի չի հարցը։ Հարցը այս 10 եպիսկոպոս կոչեցյալներն են, որոնք իրականում ամեն մեկը տականք են, բառից բուն իմաստով ու պետք է իրաց ճակատին էլ կանգնեմ ասեմ։ Բառից բուն իմաստով սրբապիղծ տականքներ են։ Մարդ, որ իր ծնողին թիկունքից կարա խփի, ինքը ամբողջ աշխարհում ոչ մի ազգ պետությունները հզորացել են դավաճանների հաշվին, բայց այդ դավաճաներին, որից հետո գլխներից կերելն ասեն, եթե դու քոնին խփում ես, ինձ 100% դավաճանում ես։ Գործիքի պես օգտագործում են եւ դեն են։ Ընդամենը օգտագործում են գործիքներ են։ Ձեզ պետք է թվա իրանք ինչ-որ մեկը հաշվի առնելու։